Գրպանահատի հմտությունն աճպարարության նման է, միայն թե կատարվածից ոչ մի գեղագիտական հաճույք։ Տուժողը ոչ թե զարմանում, այլ զայրանում է։ Դրամապանակը մոտն էր, իսկ հիմա չկա, թռցրել են անվերադարձ։ Այդպիսի հանցավոր աճպարարություն էր կատարվել օրեր առաջ։ Փետրվարի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության արաբկիրի բաժին էին ահազանգել, որ երթուղային տաքսու մեջ մի քաղաքացու պայուսակից դրամապանակ են գողացել։ Օգտվելով երթուղայինի նեղվածքից բախտախնդիրը ձեռքերի հմտությանն էր դիմել և փետրվարի 17-ին ժամը 11-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի և արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Նոր-Նորքի բնակչուհի Անահիտ Նավասարդյանին։ Հարցաքննության ժամանակ թեև Անահիտը խոստովանել էր, որ ինքն է կատարել նշված գողությունը, տեսախցիկի առաջ այլ բան պատմեց։ Օրնանա տրանսպորտի մեջ ընկած ա եղել, չեմ ասի այդ կնոջը վերցրա, իրա գնալուց հետո ես վերցրել եմ ու տեղյակ չեմ պահել։ Կոնկրետ իրա սումքի մեջից չեմ հանել։ Նախկինում Նավասարդյանը գողության համար 4 անգամ դատապարտվել էր և գողանալու հանցավոր սովորությունը նրան կրկին ոստիկանություն բերեց։ Դեպքի հանգամանքները պարզվում են, Անահիտ Նավասարդյանը ստորագրությամբ բաց է թողնվել։